Համերգները կոմպոզիտորների տանը շարունակվեցին։ Գրեթե 2 շաբաթը մեկ Լուսինեն երգում էր, երբ ստվարացող երկրպագուների բանակը ավելի ու ավելի նեղվում էր տոմսեր գնելու հոգսից։ Մի անգամ գարնանդեմ նույնիսկ կոտրվեց մուտքի դռան ապակին։ Միջնադարյան երգի ունկնդրումներին գալիս էին ոչ միայն երաժիշտները, այլև երաժշտասերների հոծ բազմություն։ Ուսանողները, ճարտարապետները, նկարիչները, արվեստաբանները, գրականագետները, ֆիզիկոսները, մաթեմատիկոսները, բժիշկները, այլև այլ մասնագիտության մարդիկ որոնում էին հանդիպում Լուսինեի արվեստի հետ։ Լուսինեն աստիճանաբար մղվում էր հասարակության ուշադրության կենտրոնը, որչափ ավելի ու ավելի նկատելի էր դառնում միջնադարյան երաժշտական արժեքների հանդեպ նրա ցուցաբերած սևեռուն պաշտամունքը։ Նա դառնում էր հայ երգի մունետիկ ու մեկնաբան, բուն ազգային մեղեդիների վերերքիչ եւ այն, ինչ նա անում էր, օրերի մեջ դառնում էր ծրագրված երաժշտական գործունեություն, որ ժողովրդական բոլոր խավերին բերում կապում էր հայ տոհմիկ երգին, Կոմիտասի ու Եկմալյանի բնականորեն ազնիվ ու երբեք չխամրող երաժշտության հետ։ Միջնադարյան երգերի բոլոր ծրագրերը կազմում ու մշակում էր Խորեն Պալյանը։ Խորենը լավ գիտեր միջնադարյան երաժշտությունը, հոգևոր ու աշխարհիկ երգը, պատարակն ու ժամասացությունը։ Բնականից գեղեցիկ եւ զորեղ ձայնով օժտված երիտասարդը չէր հավակնում իհարկե մենտորի եւ ուսուցչի դեր կատարել միաժամանակ, բայց չէր էլ խուսափում այդ պարտականությունները իր վրա վերցնելուց։ Լուսինեն, ինչպես ասում են, մտնում էր լեռան խորքը։ Նա օրեցօր աճում էր եւ անհասանելի դառնում։ Խորենը չէր հասցնում հետևել նրան։ Երեկվա այդ ամաչկոտ աղջնակը վերափոխում էր ամեն ինչ, նույնիսկ Վահագն Ստամբոլցյանին, հրավիրելով թափանցելու խորքերը այն մեղեդիների, որոնք հեթանոց դարերի միջով եկել ու վերափոխվելով հասել էին մեզ։ Զուտ ազգային ռիթմերի ու մեղեդիների գաղտնիքը ըմբռնած մեկի համար միջնադարյան ժողովրդական ու հոգևոր երգը գաղտնիք չի պիտի ունենար։ Դժվարությունը հենց այդ ազգային մեղեդիներն ու ռիթմերը ըմբռնելու ու վերարտադրելու մեջ էր։ Խորենը օգնում էր Լուսինեին հասկանալու երգի բնագիրը, անշուշտ գրաբար կամ վերջին հայերենով։ Խորենը սովորեցնում էր հոգևոր երգասացության կանոնիկ ընթացքը, ձևերը եւ խորհուրդը։ Խորենը ամեն ինչ անում էր Լուսինեին քաշելու, ներսուզելու ազգայինի բովանդակ գեղեցկության մեջ, եւ Լուսինեն ենթարկվում էր դրան ներքին մղումով։ Ձայնը լուսաբացային մաքրությամբ ելնում էր նրա մարդկային էությունից, նրա ինտելեկտուալ զգացական աշխարհից եւ այդ ձայնը ունակ էր արտահայտելու հենց այն, ինչ հնարավոր չէ սովորեցնել, հենց այն, ինչ արդեն դուրս է դասատուի հնարավորություններից, հենց այն, ինչ պատկանում է բնությանը։ Զուտ զգացումը փոքր բան կլիներ, եթե այն ծնված չլիներ մտածողության անհայտ տառապանքներից։ Ձայնալարը իր մեջ պոտենցիալ ձևով կրում է մարդու ամբողջ նախապատմությունը։ Ավելին, նրա մեջ դրսևորվում է անհատի ճակատագիրն ու բնավորությունը։ Ձայնալարը հանելուկ է, առեղծված, անհասկանալի երևույթ, բայց մյուս կողմից այն միայն մարդկային ստացվածք է, մարդկային առավելություն։ Երաժշտական տեսակետից Լուսինեին ոչ ոք ոչ մի բան չէր կարող հուշել։ Այդ հասկանում էր նաև Խորենը։ Միայն թե այս դեպքում նա ուզում էր ընդլայնել Լուսինեի իմացությունների շրջանակները։ Հայոց պատմություն, Աստվածաշունչ, հայ երաժշտության եւ երգի պատմություն, լիմոնջյան եւ նոտագրություն, շարակնոց, արարողական երգ, ժամասացություն, պատարակ եւ այլն։ 1965 թվականի ապրիլի 24-ին լրանում էր համաշխարհային առաջին պատերազմի տարիներին Թուրքիայում կազմակերպված հայ ցեղասպանության 50-ամյակը։ Երիտասարդությունը, մտավորականությունը, ամբողջ ժողովուրդը պատրաստվում էր նշելու այդ տարեթիվը։ 1964 թվականը անցավ նախապատրաստումների եւ պատմության դասերի վերլուծության իրոք մի անթաքույց շտապանքի մեջ։ Վահագն Դավթյանի խմբագրած գրական թերթը պարզապես ապշեցնում էր նյութերը, հաղորդումները, թուրք ջարդարարներին մերկացնող փաստաթղթերը, հրապարակախոսական ելույթները գրեթե ամեն համարի լցնում էին լրագիրը։ Հրապարակվեցին պատմական հետազոտություններ Կիրակոսյան, Սարգսյան, Սահակյան, Զուլալյան, Մնացականյան, Գենացիդ Արմյան, փաստաթղթերի ժողովածուն, ակադեմիկոս
Ներսիսյանի խմբագրությամբ եւ այլն։ Վերահրատարակության ներկայացվեց Պարյուր Սևակի անլռելի զանգակատունը, գրվեցին նոր բանաստեղծություններ, եղեգները չխոնարհվեցին վեպը, դրամատիկական ասքեր, պոեմներ եւ այլն։ Երաժշտական աշխարհը նույնպես, ինչպես գրականը, առաջ քաշեց իր լավագույն զավակներին՝ Էդգար Հովհաննիսյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան եւ շատ ուրիշներ։ Հայկական եղեռնի 50-ամյակի սգատոնի նախապատրաստական աշխատանքներին իրենց նպաստը բերին նաև Լուսինեն, Խորենը, Վահագնը, Մարիանան։ Տարեսկզբից տված համերգները վերելքի տրամադրություններով էին համակված։ Լուսինը եւ Խորենը մասնակցում էին անլռելի զանգակատան նոր բեմականացման աշխատանքներին։ Որոշվեց նաև համերգների շարք տալ Վահագնի հետ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում։ Ապրիլի 21-ին, 24-ին եւ 25-ին կրկնվեց նույն համերգը։ Բախ, Կոմիտաս, Եկմալյան։ Լուսինեն երգում էր Տեր ողորմյա, Սուրբ, Սուրբ, Խորուրդ խորին, Ամեն հայր Սուրբ, Կռունկ, Անտունի։ Համերգային ծրագիրը խոր հայրենասիրության բռնկված մի ջահ էր, որ լուսավորում էր կոմպոզիտորների տան դահլիճում հավաքվածների տրտում, զուսպ դեմքերը։ Ապրիլի 24-ին դահլիճը լեփ-լեցուն էր, անսփոփ, տխուր ալիքվում էր ժամանակը, եւ այդ պահին ոչ ոք չէր կարող ասել, թե իր սիրտը Անատոլիայում եւ Դերձորի անապատներում դաժանորեն մորթոտված 2 միլիոն եղբայրների ու քույրերի հետ չէ։ Լուսինեն երգում էր, չէր երգում, աղոթում էր, ահավոր սպանդի մղձավանջը մի պահ առնում էր ներկաների մեջ, եւ նրանց աչքերն արցունքոտվում էին հին օրերի տրտմությամբ ու թախիծով լի երգերի խոր ազդեցությունից։ Այդ օրը Երևանը տեսել էր երիտասարդության սգոերթը, դեպի հայոց Պանթեոնը, Կոմիտասի շիրիմը։ Երթի մասնակից ունկնդիրներից յուրաքանչյուրը ապրում էր հոգեկան ալեկոծության պահեր։ Պատարագից կատարած հատվածները լի էին դրամատիկ ողբերգական հույզերով։ Մանավանդ Սուրբ Սուրբը եւ Խորուրդ խորինը վերառակվեցին արտաքոկարգի անկեղծությամբ, Օվսանայի ջերմագին ու բացառիկ հանդիսավորությամբ։ Երգերը չէին ընդմիջվում ծափահարություններով, եւ երգչուհին եւ ունկնդիրները ասես համաձայնության էին եկել լռության եւ հանդիսավոր մտերմության մեջ ապրել ու վերապրել մեծ կորստի ծխացող ցավը։ Լուսինեն մենախոսում էր։ Նրա արտաքինից ունկնդիրներն էին ձգվում զգացումի բազմահազար թելեր։ Ձայնը կրկնապատիկ գեղեցիկ էր, ինչպես հրեշտակ, նրա շրթունքներից հորդում էին օրհնության եւ ավետիսի ղողանջները, եւ նա պարզ հասկանում էր, որ դահլիճը քարացել սառել է օրվա լարումներից, հոգնությունից, մտքերից ու սարսուռներից։ Դահլիճն ու երգչուհին միացնացել էին զգացումների ու ապրումների փոխներթափանցումով։ Մեծ իրադարձություն էր տեղի ունեցել Խորեն Պալյանի կյանքում։ Մասնակցելով ապրիլյան համերգներին, ելույթ ունենալով Մուսալերան 40 օրվա նվիրված հուշ երեկոյին, համալսարանի նոր շենքի բացման հանդիսություններին, Խորենը փաստորեն կապերը խզում էր եկեղեցուց։ Այդ ժամանակ նա պաշտոնապես հեռացավ Էջմիածնից։ Երգչի կարիերան եւ նախասիրությունները կանխորոշեցին նրա ճակատագիրը։ Երևանի պետական համալսարանի ռեկտորը Հրանտ Բատիկյանը նրան ուսանող ձևակերպեց բանասիրական ֆակուլտետում։ Հանդրակացարանում հատկացվեց մի սենյակ։ Բարեկամները Արմենե Քարամյանը, Լուսինեն օգնում էին Խորենին գտնելու իր տեղը հաստատվելու կյանքում։ Խորենը երգում էր հինավուրց հայրենասիրական երգեր՝ Տեր Կեցո, Հայաստան, Կիլիկիա, Մայր Արաքսի ափերով, թե հայրենյաց պսակադիր, Կռունկ եւ այլն։ Ապա նաև շարականներ, մեղեդիներ, գանձեր եւ այդ ամենը մի ջերմ հավատով ու նվիրվածությամբ, որովհետեւ հայ տոհմիկ երգին մշտապես Սարավի դահլիճներն ու ունկնդիրները դիմավորում էին նրա երգը իսկական ոգևորությամբ։ Ամռան սկզբին տեղի ունեցավ Լուսինեի ու Խորենի առաջին պաշտոնական համերգը կոմպոզիտորների տանը։ Ծրագիրը հայ, ռուս եւ եվրոպական կոմպոզիտորներ։ Դահլիճում անցնելու տեղ չկար։ Միջանցքում նույնպես Վահագն Ստամբոլցյանը նվագակցում էր խոր հուզումով։ Խորենի հետ հանդես էր գալիս առաջին անգամ։ Արմենե Քարամյանը եկել էր համերգին այս անգամ վայելելու իր երկու սաների հաջողությունը։ Նրա ջերմակ լիքը կզակը սեղմվել էր պարանոցին։ Նա տեսնում էր իր աշխատանքի պտուղները եւ երջանիկ էր, որ արդեն եկել է ճանաչման օրը։ Հաջողությունն ու համբավը եկան սպասված հյուրի նման։ Ամենուրեք հրավերներ, ելույթներ,
Երաժշտական հեղինակություններն անգամ սկսեցին հետաքրքրվել նորահայտ երգչուհու անձով։ 1965 թվականի աշնանային երաժշտական բումը Երևանում իր շրջապտույտի մեջ առավ նաև Լուսինեին։ Թեև առանց աշխատանքի երգչուհին ելույթներ էր ունենում գրեթե ամեն օր։ Առանցին հիմնարկ ձեռնարկությունները, կազմակերպությունները, կոլեկտիվները հրավիրում էին նրան բաժանելու հայ ժողովրդական ու միջնադարյան երգին նվիրված սրտի տաք զգացումների ժամերը։ Հայ արտնախագիծ ինստիտուտում կազմակերպված հանդիպմանը հրավիրվեց եւ Արմինե Քարամյանը։ Նա շատ ջերմ խոսեց, հուզմունքից դողացող նրա ձայնի մեջ կարելի էր որսալ հրճվանքի եւ տագնապի ինչ-որ երանգներ, որ բնավ չէր համապատասխանում Լուսինեի գործին տված զուսպ ու խորիմաստ բնութագրումներին։ Իբրև երաժիշտ մանկավարժ նա ընդգծում էր Լուսինեի ձայնի եւ մարդկային էության միջև եղած ուղղակի կապի նշանակությունը երգերի կատարումների ժամանակ։ Նա փոքր-ինչ խոսեց նաև իր եւ Սանհու համատեղ աշխատանքի, երգերի մշակման եւ մեկնաբանման իրենց հատուկ սկզբունքի մասին։ Ես միշտ աշխատում եմ նախ գտնել ուսանողի բնական տվյալները, որպեսզի հնարավոր լինի դրսևորել ու զարգացնել դրանք։ Շատ կարևոր է դասատուի եւ աշակերտի փոխադարձ կոնտակտը, միմյանց ճիշտ հասկանալը, որպեսզի կարողանաս անսխալ աշխատել։ Այս գործում հատկապես սխալվել չի կարելի։ Արմինե Արտյոմովնան զգում էր, որ արտահայտվում է չափազանց անորոշ եւ ընդհանուր ձևակերպումներով։ Նա կուզենար պատմել իր մայրական զգացումների մասին, իր տագնապների, մտահոգությունների ու կասկածների մասին, որ անցել են կամ հաղթահարվել համառորեն նվաճված ամեն մի երգի եւ մեղեդու կատարման ընթացքում։ Ես բախտավոր եմ, որ Լուսինեի նման աշակերտուհի ունեցա։ Հիմա էլ ունեմ լավ աշակերտներ եւ աշակերտուհիներ։ Ես նրանցով եմ ապրում։ Իմ կյանքի ամենաթանկված տակը նրանք են։ Երբ մենք հանդիպեցինք առաջին անգամ, մեր միջև անմիջապես ստեղծվեց փոխադարձ վստահություն եւ սեր։ Ասելիքս դեռ չարտասանած Լուսինեն հասկանում էր ինձ։ Դա երկուստեք ստեղծագործական աշխատանք էր։ Ես զարմանում էի նրա անկալունակության եւ աշխատասիրության վրա։ Հայ արտնախագիծ ինստիտուտը ուներ արվեստասեր կոլեկտիվ։ 60-ականներին եւ հետագայում էլ շնորհիվ Ամալիա Նանումյանի անհավատալի նվիրվածությունն ու ջանքերի այստեղ անմիջաբար առնչվում էին հայ հին ու նոր արվեստի գեղեցկություններին։ Այն ամենը, ինչ կազմակերպում էր գրադարանի վարիչը, երբեմն վերաճում էր համաերևանյան երևույթի։ Ինստիտուտի տնօրեն ճարտարապետ Մարկ Գրիգորյանը խրախուսում էր իր աշխատակցուհու փորձերը։ Այստեղ են եկել շատ շատերը, մտերմիկ զրուցելու, մտքեր փոխանակելու, միմյանց ճանաչելու համար։ Պարուր Սևակը եւ Սիլվա Կապուտիկյանը, Ալիսա Կիրակոսյանը եւ Լոլիտա Թորեսը, Տիգրան Պետրոսյանն ու Սուրեն Քոչարյանը, վրաց ճարտարապետներն ու հայ ճարտարապետները։ Լուսինեի առաջին ելույթներին ունկնդիր Հայ արտնախագիծ ինստիտուտի աշխատակիցները պարզապես իրենց գիրկն առան երգչուհուն։ Ճարտարապետ Բաբկեն Հարությունյանը գրեց Լուսինեի նվիրված մի փաստագրական կինոսցենար, նկարահանեց մի փոքրիկ էտյուդ։ Հայ արտնախագիծ ինստիտուտը իմ կյանքում կատարել է ճակատագրական դեր, ասում է երգչուհին։ Չեմ ուզում ասել, թե ինչքան եմ պարտական իմ բարեկամներին, բայց անկասկած է, որ այնտեղ արժանացա մի այնպիսի սիրո, որպիսին կարելի է հանդիպել միայն գրքերում։ Լուսինեի աչքերը խոնավանում են վերհուշի տրտմությունից։ Նա մտաբերում է այն լավագույն մարդկանց տաղանդավոր արվեստագետներին, որ հիմա չկան, Ռաֆայել Իսրայելյան եւ Մարկ Գրիգորյան։ Նա մտաբերում է նրանց դեմքերը, սիրելի ու մշտաժպիտ աչքերը։ Մարկ Վլադիմիրովիչը գալիս էր իմ բոլոր համերգներին, համբուրում էր ինձ, ես զգում էի, որ նա գոհ է ինձանից, որ բավականություն եմ պատճառել այդ հիանալի մարդուն։ Ռաֆայել Իսրայելյանը ինձ նվիրում էր հանպատրաստից արած գծանկարներ։ Սև գուաշով ափսեների վրա հետաքրքիր ճեպանկարներ էր անում, եւ ես երազում էի նրան ամենաիսկական արվեստագիտական բավականություն պատճառելու մասին։ Հայ արտնախագիծ ինստիտուտում կազմակերպված երեկոյից հետո Արմինե Արտյոմովնան հավատում էր արդեն, որ Լուսինեն գրոհով կնվաճի Երևանը։ Այնինչ արեցին ինստիտուտի աշխատակիցները երևակայությունից դուրս էր, եւ այնպես ինչպես երգում էր Լուսինեն, նույնպես անակնկալ էր հազվադեպ ոգեշնչում, բացառիկ ինքնամոռացում։ Այստեղ հարազատների մեջ նա տալիս էր իր ամբողջ ունեցածը։ Ճարտարապետը քարեղեն ձևերի մեջ մարմնավորում է ժամանակների եւ ռիթմը եւ բովանդակությունը։
Միայն թե այս դեպքում մենք գործ ունենք սանձահարված ժամանակի եւ այսինչ կետում վերցված շարժման դադարի հետ։ Լուսինեն վերակենդանացնում էր շարժումը, կապանքներից ազատում ժամանակը եւ խորալը դառնում էր խորան, վերձիկ, սրբատաշ, փառահեղորեն իմաստուն, որն ասյուներին դիպչում էր աղոթքը եւ քարեղեն ձևերը հոսում էին երաժշտական կերպարավորումների մեջ։ Այստեղից էր ըստ երևույթին սկիզբ առնում այն բարեկամության ամրությունն ու հարատևությունը, որ ստեղծվել էր հինավուրց հայկական մեղեդիների, նոր հայտնագործողի եւ քարեղեն երաժշտության մասնագետների միջև։ Լուսինեն արդեն որոշ արտիստական փորձ եւ ճանաչում էր ձեռք բերել, երբ Երևան այցելեց անգլիացի մեծահամբավ կոմպոզիտոր Բենջամին Էդուարդ Բրիտենը։ Գարնանային սիմֆոնիայի եւ հանճարեղ սիմֆոնիա ռեկվիեմի հեղինակին հայ կոմպոզիտորները դիմավորեցին հարազատի պես։ Դասական երաժշտության ավանդույթների իսկական գնահատող եւ հետևող Բրիտենը իր երաժշտությամբ փորձում էր բրետոնական եւ կելտական մեղեդիցներից քաղել հանել ժամանակակից երաժշտական խորալը, որի դիմագիծը ցնցուն պաթետիկ հանդիսավորությունից հեռու լուսեղեն մաքրությունն էր։ Օգոստոսի 28-ին նշանակված էր Բրիտենի օրերը Երևանում երաժշտական տոնահանդեսը։ Շտաբ կարգով հրավիրվեցին մի քանի արտիստներ՝ Նար Հովանեսյան, Գոհար Գալաջյան, Արմինե Թութունջյան եւ Լուսինե Զաքարյան։ Հանձնարարություններ տրվեցին։ Լուսինեն ստացավ 2 երգ՝ Պերսել Բրիտենի երաժշտությունը եւ Սեր առանց երգի։ 2 օր անց Արնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ Էդգար Հովանեսյանի հետ Լուսինեն մեկնեց Դիլիջան։ Բրիտենը երիտասարդներին ընդունեց բարգամական սրտաբացությամբ։ Երեկոն իջնում էր մեղմ շշումներով։ Կիրճում ուր ցրված էին կոմպոզիտորների մենատները, խոր լռություն էր։ Միայն սարյակների եւ ծիծեռնակների թռիչքի մեջ երգ կար, որ ներդաշնակ էր անտառի կանաչ սոսափին, որ գրեթե աննկատ էր։ Կլոր շրջանաձև գմբեթարդ դահլիճում ունկնդիրները կարկամելի են երիտասարդ երգչու զգացումների ծավալումից։ Երաժշտությունը Լուսինեն կատարում էր ասես 1000-րդ անգամ։ Ոչ մի նշան, թե սա ընդամենը 2 օր առաջ սովորած երգ է, ոչ մի վեհերոտություն կամ կաշկանդվածություն։ Լուսինեի ձայնը Բրիտենին ցնցեց։ Նա մտածում էր փոքրիկ Հայաստանի զարմանալի ճակատագրի մասին։ Մստիսլավ Ռաստրապովիչը, Պիտեր Պիրսը, Գալինա Վիշնևսկայան, Էդվարդ Միրզոյանը բոլոր հավաքվածները հիացած էին սպիտակ վերնաշապիկով եւ յուբկայով այս աղջկա սոպրանոյի գեղեցկությունից։ Դուք երգեցիք այնպես, ինչպես ինքս կցանկանայի, ասաց Բրիտենը, կապույտ ու խորուն աչքերի ժպտուն հայացքն ուղղելով Լուսինեին։ Կարծես թե ես հատկապես ձեզ համար էի գրել այդ երգերը։ Երևանյան համերգից հետո մոտենալով երգչուհուն եւ բռնելով նրա ձեռքը Բրիտենը հիացմունքով ասաց. Ես լսել էի Հայաստանի հարուստ անցյալի եւ ինքնատիպ բնության մասին, բայց մտքովս անգամ չէր անցնում, որ հազարավոր կիլոմետրով բաժանող այս հեռավոր քաղաքում կհանդիպեմ այսպիսի հաճելի անակնկալի, իմ երգերի հիասքանչ կատարողին։ Ձեզ հիանալի ապագա է սպասում, համբուրելով Լուսինեին, ասաց Գալինա Վիշնևսկայան։ Մամուլի հաղորդումների համաձայն Բրիտենի երաժշտությունը Լուսինեն ներկաների պահանջով երգել էր երկրորդ անգամ։ Զաքարյանին երկար ծափահարեցին Բրիտենն ու Պիրսը։ Լուսինեի մասին մի քանի հոդվածներ տպագրվեցին արվեստի լուսավոր ուղիով, առաջին քայլերը, Բրիտենի օրերը Երևանում։ Երգչուհու հրապարակային առաջին գնահատումներում երաժշտագետները ընդգծում էին նրա կատարումների անմիջականությունն ու զգացումների նուրբ երաժշտականությունը, ակվարելային մեղմ գույները եւ խորապես մարդկային հոգու մեջ թափանցելու բնական տրվածքը։ 1965-ի աշնանային համերգաշրջանում Լուսինեն մեծ մասամբ երգում էր կոմպոզիտորների տանը։ Թեև հանդիպումներն ու ուղևորությունները գրեթե ամեն օր էին, բայց նա շարունակում էր աշխատել լարված ու հետևողական։ Ամառվանից սկսած Լուսինեն Մարիանայի հետ պատրաստում էր մի քանի երաժշտական երեկոների ծրագրեր իտալական, հայկական, եվրոպական ուշ միջնադարի, ռուսական ժամանակակից։ Մարիանան հենց սկզբից Լուսինեին առաջարկում էր կամերային երգի բազմազան եւ բազմապլան ծրագիր։ Չեմ ուզում, որ դու միայն հայ ժողովրդականը եւ հոգեվոր երգերի կատարում ու երևաց հասարակությանը։ Դա մի տեսակ կնեղացնի արվեստի քո աշխարհը։
Հարկավոր է ավելի լայն ճանապարհ մտնել, հարկավոր է մեծ լսարան գտնել մեզ մոտ, Ռուսաստանում, Եվրոպայում, ասում էր նա։ Սեպտեմբերին Վահագն Ստամբոլցյանի հետ Լուսինեն տվեց մի քանի համերգներ կրկնելով գարնանային ելույթները։ Իսկ արդեն հոկտեմբերին Մարիանայի հետ փորձեց իրագործել այդ ծրագիրը։ Կոմպոզիտորների տանը երգչուհին հանդես եկավ Պերսելի, Գլուկի, Բելինիի, Մոցարտի, Հենդելի, Պերսել Բրիտենի երգերի կատարմամբ։ Համերգների երկրորդ բաժինը նա սովորաբար նվիրում էր հայ կոմպոզիտորներին՝ Կոմիտաս, Եկմալյան, Կանաչյան, Սարգսյան, Միրզոյան։ Մարիանան գոհ էր երեկոներից, Լուսինեն երգում էր միանգամից նվաճելով սրտերը։ Այն բավականությունը, որ ունկնդիրներն ստանում էին համերգից, արտացոլվում էր նրանց հայացքներում, բիսերի և կանչերի մեջ, նամակներում, բանաստեղծություններում, որ համապատրաստից գրում և ուղարկում էին երգչուհուն։